հանդիպման մեր հյուրերի, մեր ընկերների, խորհրդարանից գործընկեր, այնուհետև վրաց գործընկերները այստեղ են։ Շնորհակալություն Սերգեյ, հենց որ 2.5 րոպեն ավարտվի, ինձ ընդամենը հիշեցեք ժամանակ, չեմ տեսնում ժամացույց։ Նախագահողներ, պատվիրակությունների անդամներ, գործընկերներ, ես ցանկանում եմ սկսել իմ խոսքերը այսպես արտահայտեմ իմ շնորհակալությունը համանախագահողներին Եվրոնեստի կողմից Լագոդինսկի եւ Գրուկը, շնորհակալ եմ ձեզ բոլորին, իհարկե Կարապետյանին շնորհակալություն եմ հայտնում։ Այ պատվիրակության ղեկավարին, որ հրավիրել է մեզ այսօր այստեղ, այս 12-րդ նիստին մասնակցելու պլենար, ես ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնեմ անկեղծ սրտանց Տիկին Կարապետյանին ձեր ջերմ հյուրընկալության համար, ձեր գերազանց կազմակերպման համար։ Ինչպես գիտեք, այսօր 102-րդ ամյակն է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման։ Հավատացած ենք, որ այդտեղ գտնվելով Երևանում այսպիսի ուրախ օրը եւ խոսելով Եվրոնեստի հարթակից էական կարևորություն ունի այս ժամանակահատվածում եւ տարածաշրջանային հակամարտությունները լարվում ու սրվում են տարածաշրջանային երկխոսությունն ու համագործակցությունը ԵՄ եւ տեխնացու երկրների հետ շատ կարևոր է եւ ընկալում ենք եւ հասկանում ենք, քանի որ մենք միշտ բոլոր հարթակներով շեշտել ենք Թուրքիայի ԵՄ անդամակցությունը որպես ռազմավարական առաջնահերթություն։ Մենք ակնկալում ենք, որ Եվրոպայի միությունն էլ իր հնարավոր կամքը ցույց տա այս կապակցությամբ տեսլականը առ Թուրքիայի ԵՄ հարաբերությունների խորացման կոնկրետ քայլերով։ Մենք շեշտում ենք Եվրոպայի կարևորությունը, որպեսզի բոլոր տեխնացու երկրներին հավասար եւ արդար վերաբերի։ 2005 թվականին գիտեք, որ Թուրքիան պաշտոնապես սկսեց անդամակցության բանակցությունները Եվրոպայի միության հետ, բայց շատ կարճ ժամանակ անց դրանից հետո մենք մեր գործընթացը դադարեցվեց, արգելափակվեց քաղաքական պատճառներով, չնայած բոլոր այդ քաղաքական խնդիրների Թուրքիան շարունակում է հանձնառնել ԵՄ անդամակցության թեման։ Թուրքիան միանշանակորեն աջակցում է ժողովրդավարական արժեքներն ու ստանդարտները եւ հետեւաբար հանձնառու է մարդու իրավունքների պաշտպանությանը ավելի բարձր մակարդակով եւ հետեւաբար բարեփոխման պատետները իհարկե շատ կարևոր են, մարդու իրավունքների գործողությունների պլանը 2021 թվականի հետ ամենը իհարկե շատ կարևոր է, ել ավելի, որպեսզի առաջ մղվի մարդու իրավունքների իրավիճակը մեր երկրում։ Այս համատեքստում մենք ակնկալում ենք, որ Եվրոպայի միությունը բացի 23-24 գլուխները, որը վերաբերում են դատական իշխանության, հիմնարար իրավունքների, արտադատության, ազատության, անվտանգության էական քայլերը, որոնք պետք է որ օգնեն վերականգնել Թուրքիայի Եվրոմիություն հարաբերությունները։ Մյուս կողմից էլ Թուրքիան իհարկե մասնակցում է անվտանգային պաշտպանական նախաձեռնությունների Եվրոպայի միության որպես նշան աջակցության Եվրոմիության հանձնառության եւ որպես կարևորագույն մի ուղղություն, մի աշխատանք որպես տեխնացու երկիր հետեւաբար ՆԱՏՕ-ի դաշնակից ԵՄ տեխնացու երկիր առաջատար ռազմական կարողություններով եւ պաշտպանական արդյունաբերությամբ Թուրքիայի ներդրումը կարող է կարևոր հնարավորություն լինի ԵՄ կարողությունների համար եւ հետեւաբար մի վրա եմ ուշադրություն ուզում դարձնել Պաղեստինցիները սպանվել են, չնայած հենց անցած երեկո արդեն 63 պաղեստինցի սպանվել է, չնայած զինադադարի մասին խոսքեր իսրայելցիների կողմից եւ այդ թվում նաեւ երեխաներ 23։ Եվ հետեւաբար զինադադարը շատ կարեւոր է, որպեսզի մնա հույս, որ կլինի խաղաղություն եւ տարածաշրջանային անվտանգություն։ Եվ ինչ վերաբերում է մեր հայ գործընկերների հարցերին, երևի գիտեք, որ կառավարման գործընթացը Հայաստանի եւ Թուրքիայի միջև, որի նպատակն է փոխադարձ վստահությունը առանց այդ ամեն ինչը նախաձեռնված է, բայց ամենավերջի հանդիպումը հատուկ ներկայացուցիչների, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին 2025 թվականի հենց Երևանում։ Մենք սերտորեն հետևում ենք
փոխադարձ զարգացումները կլինի դա տրանսպորտի ոլորտում, մշակույթի թե կրթության ակադեմիական ոլորտում։ Մենք հույս ունենք դրական արդյունքները տեսնենք այս արտումով մեր հատուկ ներկայացուցիչների աշխատանքում, ինչ վերաբերում է շիփ ճանապարհին, մենք նույնպես անհամբերությամբ սպասում ենք դրա արդյունքներին, բանակցությունների արդյունքներին Ամերիկայի Մեծան Նահանգների եւ Հայաստանի միջև։ Մենք շնորհակալ ենք բոլորիդ այդտեղ գտնվելու համար, մեզ հրավիրելու համար, հաճույք էր գտնվել ձեր կողքին Եվրոնեստի այս հանդիպմանը, այստեղ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում։ Շնորհակալություն մեզ միանալու համար։